Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, դուք դիտում եք ARTN հեռուստաընկերությունը եւ այժմ մեր հեռուստաընկերության տաղավարից հարցազրույց է լինելու, որը վերաբերում է Գլենդելի առաջիկա ընտրություններին քաղաքային խորհրդի անդամության։ Այստեղ է տեխնացուն Կարոլին Կալուստյանը, բժիշկ, USC պրոֆեսոր Եվ բազմաթիվ այլ տիտղոսներ կարող եմ ներկայացնել, այդ ամեն ինչին առանձին հիմա կանդրադառնանք։ Բարև ձեզ Կարոլին։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ այստեղ եք, եւ առաջին հարցս նաեւ հեռուստադիտողների մոտ երևի ծագեց։ Իրենք էլ երևի չեն հիշում, որ քաղաքային խորհրդի անդամության տեխնացու է եղել բժիշկ, կամ գուցե նույնիսկ եթե եղել է, ապա այն ժամանակ էլ հարցը առաջացել է։ Ինչու որոշեցիք բժիշկը եւ Քաղաքականություն այնքան էլ չէ այս պարագային, բայց Գլենդելի քաղաքային խորհրդում աշխատանքը։ Thank you for asking me that question. Առաջ մի քիչ ներկայացնեմ։ So այո բժիշկ եմ USC-ում Los Angeles, բայց նա եմ պրոֆեսոր ու այս մի քանի տարի շատ կսիրեմ Գլենդելը, բայց մի քանի տարի փոփոխություններ կտեսնանք առանց ժողովրդի համաձայնությամբ ու ես կուզեմ Գլենդելը օգնել պաշտպանել ու պահպանել ու որպես բժիշկ, բայց նաև պրոֆեսոր ու public health leader ես կարողացա մի քանի հատ award ստանալ առաջինը Woman of Impact by the American Heart Association, which is because there was a campaign about how much we can do to engage our communities ու օգնեն իրան ու ես այդ award-ը շահեցի նաև Grammy Award նման կա Productivity Awards, որը որ ես շահեցի, որովհետև ես American Heart Association-ը եւ American Red Cross-ի հետ միասին մենք կարողացանք 250,000 resident Los Angeles-ում սովորել CPR ու կյանք փրկել։ So բժիշկ, public health leader, պրոֆեսոր, բայց ավելի կարևոր ժողովուրդ կազմակերպով դրա համար որոշեցի հիմա ժամանակն է մեր Գլենդելի համար մեկը ունենանք այս 3 բաց աթոռներին մեկը որ գրնա ժողովուրդը again կազմակերպի ու ուշադրություն դարձնենք իրանց ուզածը ոչ մինակ ինչ որ state-ից գալիս է մեզի Ես համոզվեցի առաջին խոսքերից ճիշտ է մինչ այդ էլ երբ ծանոթացանք հասկացա որ Դոկտորը առաջնորդ է էությամբ, այսինքն բժիշկ լինելով առաջնորդ, բայց նաև էությամբ առաջնորդ, ով կարող է նաև առաջնորդել քաղաքը, ինչու ոչ այսպես ասենք, այնպես որ նկատի ունեցեք հարգելի հեռուստադիտողներ, հունիսի 2-ին Գլենդելի քաղաքային խորհրդի ընտրություններն են այժմվանից արդեն պատրաստ եղեք գրանցվել, հետո արդեն երբ որ կստանաք քվեաթերթիկները ձեր տներում, արդեն քվեարկել Կարոլին Կալուստյանի օգտին դոկտոր, պրոֆեսոր, ով դասավանդում է USC-ում, բայց միանգամից հարց է առաջանում, ինչպես եք դուք կարողանում համատեղել այդքան առաջնորդ լինելը եւ ընտանիքը, որովհետեւ դուք 2 զավակ ունեք, մեծացնում եք 2 զավակներին, մեծ հայկական ընտանիքում եք ապրում եւ շատ հաճելի է, որ լինելով 4-րդ նույնիսկ սերունդ, բայց 3-րդ սերունդ Միացյալ Նահանգներում ծնված խոսում եք հայերեն։ Այո։ Ինչպես եք ես ամենը կարողացել, գիտեմ, որ ձեր ծնողները տարել են հայկական կրթահամալիր դպրոց։ Այո, ես մեծացա 2 մամա պապա հայ են, բայց պապաս հայերեն չի խոսիր։ Իր պապան որբեր Ֆրեզնո, so իմ պապիկս, so հայկական վարժարան չկար այդ ժամանակ։ So պապաս առանց հայերենով մեծացավ Հոլիվուդում ու որ մամաս հանդիպեց, մամաս շատ լավ հայերեն կխոսի, ասաց դու հայ ես, դու պիտի հայերեն խոսես։ Ու ինքը եղավ առաջի դասարանը Ֆերահյան 7 աշակերտ։ Ու շատ հպարտ է իր անցած ճանապարհին, որ հիմա կա շատ amazing հայկական վարժարաններ, որ միշտ պիտի օգնենք։ And so yes, գնացի Ռոզ եւ Ալեքս Փիլիպոս, սորվեցա հայերեն, շատ լավ նիշերով, even որ մեր դունը հայերեն չենք խոսում, ես հպարտ եմ այդ դրանով ու ես ուրախ եմ ասելով իմ երեխաներս ավելի լավ հայերեն կխոսին, քան թե ես ապրում եմ իմ գիսուրի հետ ու ինքը հրաշալի
գինա, որ ամեն օր ես սովորում եմ ոնցպես amazing գին լինելը։ So շատ կարևոր է։ Կին առաջնորդ ընտանիքի մայր տանտիկին նաև որոշ ժամանակ երևի ունենում եք նաև դրա համար, բայց հետաքրքիր է որտեղից էին ձեր ծնողները, կարծեմ ծագումով ծնունդով Խարբերդ, երկուսն էլ։ So պապիկիս պապան Խարբերդ Մալաթիա, մամաս բայց ծնվեց Բուքարեստ Ռումանիա։ Ինքը նաև որբ 9 տարեկան եկավ Բեյրութից ու եկավ Լոս Անջելես ու մերս ու հերս գնացին USC Pharmacy School, որ մինչև իրանք ամուսնացան ու հետո գնացին Medical School, դրանից հետո գնացին Guadalajara, Mexico, սպաներենով սորվեցան Medical School ու եկան հետ Kaiser-ում, Los Angeles աշխատեցին Kaiser-ում, խոսալով հայերեն, անգլերեն ու սպաներեն ու տենց մեծացանք Լոս Անջելեսում։ Եվ նրանց գործը մոտավորապես այդ ոլորտում առողջապահական շարունակում է դուստրը Կարոլինա Կալուստյան, շատ հաճելի է լսել, նույնպես խոսելով հայերեն, անգլերեն չգիտեմ, իսպաներեն էլ։ Սպաներեն էլ, մի քիչ այո, սպաներեն կխոսեմ, այո։ Եվ ձեր նպատակները քաղաքային խորհրդում առաջադրվելու պարագային, հասնելու պարագային այդ հաղթանակին շատ կուզեմ եւ վստահ եմ, որ հասնելու եք այդ հաղթանակին։ Ինչ նպատակ եք դրել։ Ինչ որ բան ասացիք, բայց ավելի եկեք հստակեցնեք։ Այո, so շատ նպատակներ ունիմ։ Առաջինը ամենակարևոր, որը որ ես շատ experience ունեմ, ժողովուրդը կազմակերպենք ու լսենք իրանց ուզածը։ I think այդ մասը չկար այս քանի տարի ու տեսանք փոփոխություններ առանց համաձայնությամբ ու սխալ էին ու միլիոն դոլարներ էին տվել ու պիտի ջնջեին ինչ որ արեցին։ So մենք ուզենք երբեք նորից այդ հենց բան մեր մոտ Գլենդելում չլինի։ Երկրորդը ինչ որ պիտի շինարարություն լինի, պիտի անպայման համաձայնությամբ ու ճիշտ լինի։ Ոչ թե չսարքենք, բայց ճիշտ է որ ապահով լինենք շարունակենք շատ ապահով, բայց նաև սիրուն, ուժեղ, որ ապակա սերունդների համար։ Նաև small business-ներ կան, մենք լսացել ենք ինչ դժվարությամբ են ունեցել մեր Գլենդելը, ու այդ ամենակարևորն է, մեր սիրտն է, մեր քաղաքի սիրտն է այդ small business-ները։ So ես կուզեմ իմ ամբողջ աշխատավարձս դամ անկախ մի հատ մայկրոֆոն մինակ small business-ների համար, ինչ կարանք support անենք մանավանդ իրենց արխիվը, որովհետև research ցույց է տալիս, եթե արխիվը զարգացնենք, լույսավոր crime չլինի, homeless չլինի, մենք կարանք օգնենք 20 to 30% օգնենք։ Երբ որ արդեն նախընտրական արշավը սկսի, կարծում եմ պիտի նայեք շփվեք հանրության հետ, հասարակության հետ հանդիպումներ ունենաք, ձեզ մոտ լավ է ստացվում, որքան հասկանում եմ, որովհետև Կարոլին Կալուստյանը մոտ 10 տարի արդեն հայտնի ամերիկյան հեռուստաընկերությունների հյուրն է, սովորաբար առողջապահական խնդիրներին առնչվող COVID-ի ժամանակ անընդհատ նրա տեսքներ եւ հայկական ազգանունը եթերում օգնում էին հանրությանը COVID-ի խնդիրները լուծելու հարցում։ Հիմա էլ ձեզ համար բոլորովին դժվար չի լինելու, կարծում եմ, շփվել գլենդելցիների հետ, այսպես ասենք։ Շատ ուրախ եմ, որ այս opportunity կար, որ ես կարողանամ to meet so many wonderful residents of Glendale. A lot of my past has been for LA County, where I work with the American Heart Association, the Healthy Brain Coalition, Department of Public Health, ու ես կարողացա դրանց հետ լրիվ county-ում օգնել, ոչ թե իմ անունս հայտնի լինի, բայց հիմա որ տեսնում եմ locally Glendale-ը պետքություն ունի, որ այս ժողովուրդը միացնենք իմանան առաջինը, որ փոփոխություն է լինում իրանց տան դեմը կամ իրանց երեխա դպրոցների շուրջը կամ ոչ թե հետո իմանան, վայ չգիտենք, so այդ opportunity որ կա ու ես գիտեմ ես ոնց կարամ օգնեմ ու օգնել եմ ու award-ները ստացեմ like ասի իմ համար է, ես կրնամ օգնեմ ու բժիշկը պետք կարա գնա բժիշկի ու չանի էսի, շատ հեշտ, բայց որ ես զգում եմ կարամ օգնեմ, այդ ընտանիքից եմ, որ ես պիտի անեմ, պիտի ընդրությունների մեջ մասնակցեմ ու հույս ունեմ, եթե
լսողը գուզե ընդրվի ինձ, կարա գրանցվի, անունս շրջի, ուղարկի ուսաղին ասի իրանց ընտանիքները, ընկերուհիները, աշակերտները, ասի, որ պետքություն ունենք այս տիպի մարդ, որ experience ունի ժողովրդին միացնելու ու համաձայնությամբ Այս տիպի էությամբ առաջնորդ կին հարգելի հեռուստադիտողներ, կանայք իսկապես առաջնորդությունը կարծում եմ ավելի էական են դարձնում եւ նա կարողանալու է դրան հասնել նաեւ առաջիկա ընտրություններում, բայց ինչպես վերաբերվեց ձեր ընտանիքը փաստին, որ դուք այսպիսի որոշում կայացրեցիք, կամ գուցե նրանք մղեցին նաեւ ձեզ այս որոշմանը։ Սրա համար բերեցի գիրքը, որովհետև ես չեմ գրել, բայց մի հատ amazing journalist կա Աշոտ Փոգոսյան Հայաստանից է, ինքը լսեց իմ ընտանիքը, ինչա ստեղծ է, ոնց էին, ոնց support արեցին հայությունը, հայկական վարժարանները, եկեղեցիները, Armenian Bone Marrow Registry-ին ստեղ Գլենդելում որ կա ու դարբեր ընտանիքներ ու ինքը ասաց ես պիտի գրեմ քո մասին, ես ասացի դու գիտես, դու գիտես, բայց որ գրեց ու ես կարդացի լացս եկավ, որովհետև հիմա կհասկանամ ես ինչու, like փողի հարցը չկա, like չեմ ուզում էդի խնդիրը չէ, ես կուզեմ օգտակար լինեմ, հետո մեջը գքրե, որ մամաս մահացավ 58 տարեկանից ու իր աշխատանքը կտրվեց ու ես շատ հբարտ եմ իր անցած ջամփան ու ես ոնց որ շարունակում եմ իր կորձը and again the book is on Amazon Աշոտ Փոգոսյան the journalist is amazing and Amazon-ում կա կարող եք ձեռք բերել հարգելի հեռուստադիտողներ այս գիրքն է ընդամենը մեկ շաբաթ կամ մեկ շաբաթ առաջ է հրատարակվել եւ արդեն Amazon-ում է այնպես որ կարծում եմ շատ հետաքրքիր է հուսամ այս գիրքը նաեւ հայերեն թարգմանվի մի օր, որպեսզի ավելի լայն հայկական շրջանակներ կարողանան ընթերցել եւ ծանոթանալ ընտանիքի պատմությանը փաստորեն, որի սերունդն է դոկտոր Կարոլին Կալուստյանը։ Ու նոր լսեցինք, որ Amazon-ը դրեց immigrant biography-ներից top 5. So very, very amazing. So it's an interesting read. And just to summarize, you know, both my parents were doctors, as we mentioned, but also my brothers, Paul and Sean Kalustyan, are both ugheri operasyon, neurosurgeons. And so Shat Kasen, I'm the big disappointment in the family, but yes, ուրիշ ուժ ունեմ ու որ պետքություն ունեն ոչ մի բան ինձ մոտ են գալիս։ Այո, դուք ասացիք ընտանիքի օգտակարության մասին նաև հայ համայնքին, բայց կուզեմ մեկ անգամ էլ շեշտել, դուք ձեր ընտանիքը շատ օգտակար է եղել տարբեր ոլորտներում հայ համայնքին օգնելու հիվանդանոցներ, հայկական դպրոցներ, կրթօջախներ Մինակ մեր ընտանիքը չէ, պետք է որ ամեն հայ ընտանիք իմանա ընդեղ պիտի դնենք մեր ուժը, մեր support-ը, մեր փողը, որովհետև առանց նա չի զարգանալու ու չի շարունակվում։ So հայ միշտ մամաս ասում էր, I miss her, որ հայ վարժարաններ, եկեղեցիներ, ընտանիքներ պիտի միշտ support անենք։ Ինչ որ ինքն ասի, որով ինքը որբեր ու պապայիս կոմնա որբեր, so իրենք միշտ ստացան այդ support-ը ու հիմա ժամանակն է հետ դալու։ Այդ դաստիարակությունը ստացել է դոկտոր Կարոլինը, ինքը ի դեպ ընտանեկան բժիշկ է, 65+ տարիքի անձանց համար եւ մի քիչ ձեր ժամանակը պակասելու է նրանց նկատմամբ ուշադրության առումով, այս դեպքում ինչպես պիտի վարվեք։ Ձեզ կարոտելու են ձեր հիվանդները։ Yes, so 10 տարի արդեն աշխատում եմ USC, իրենք amazing են իմ հետ ու ես հիմա փոքր ունիմ առաջ ունեցա 6000 հիվանդ, հիմա ունիմ 50-100 մինակ ու basically ժամանակ ունիմ ու իրենք թող տվեցին, որ ես կարենամ մասնակցեմ։ Երեխաների մասին էլ եկեք մի քիչ խոսենք, մեծ են զավակները ձեր։ Ավելի մեծ են 9 ու 10 ու ոնց որ ասեցի առաջ, պապիկի տատիկի հետ են ապրում ու այտենց
հրաշալի են, որ օգնում են ամեն ինչով, բայց այո, ամեն օր մենք նստում ենք homework ենք անում ու Դա էլ եք հասցնում։ Անշուշտ շատ կարևոր է, ոնց որ ասացի, like you know, թբրոցը եւ church-ը այդ սովորությունը ները շատ կարևոր են, so ես անշուշտ իրանց հետ պիտի հաստատեմ իրանց homework-ը։ Հայաստանում եղել եք, այցելել եք Հայաստան։ Այո, մի քանի անգամ գնացել եմ ու ամուսինիս կողմը, որ թանտիկներ ունի ընդ է, տեսել եմ ու շատ սիրում եմ իրանց, կարոտում եմ իրանց, նորից կվերադառնանք, այո։ Հետաքրքիր է, հատկապես ինչն է ձեզ գրավել Հայաստանում։ Երեխաներն էլ են եկել ձեզ հետ Հայաստան։ Այո, աղջիկս այդ վաղտ եկավ մեր հետ, բուջուրը շատ բուջուր էր, so չեկավ այդ trip-ում, բայց նորից ենք գնալու ու նաև անընդհատ բոլորը հայերեն են խոսում 4 կողմից, երեխաներին սովորաբար դա է գրավում, որքան շատ լավ կխոսեմ։ Շատ հետաքրքիր է իհարկե։ Եվ ձեր ուղերձը, այսպես ասեմ, մեր հեռուստադիտողներին ինչ կուզեք ասել, դեռ հանդիպումներ կունենանք անշուշտ ARTN-ի եթերում, բայց եթե ինչ-որ բան կուզեք հավելել, խնդրեմ։ I think it's just important to discuss the key points of what I want to do, and I want to make sure we stay safe. And so that, you know, I'm considered the safety first candidate. I also want to, again, engage the community. I think that's very important, and I'm experienced in. We want to help the small businesses in whatever we can do, even giving up the salary for them. And of course, make sure Glendale remains beautiful, healthy, and strong. Սիրում եք Glendale-ը։ Այո, որ ես Հոլիվուդեի մեծացել, ասացի գնամ Glendale, որ ընտանիք կազմեմ ու Glendale-ից լավ տեղը չկա, բայց շատերը գնում են։ Ցավոք սրտի հենց դրա դեմ էլ պիտի պայքարենք երևի։ Այո, ու շատերը մտածում եմ ստեղ մնանք, որ նաև թորներ ունեն աստե, ու ես ուզում եմ պահեմ այն Glendale-ը, որ մենք շատ կսիրենք։ Օր-օրի ավելի հայացող Glendale-ը։ Այդպեսին լինի Glendale-ը օր-օրի, ոչ թե մարդիկ հեռանան։ Այո։ Շնորհակալություն, իսկ դրա համար հարգելի հեռուստադիտողներ, հունիսի 2-ի ընտրություններին պիտի մասնակցեք։ Եթե գրանցված չեք, ապա անպայման նախ եւ առաջ գրանցվեք, մի թողեք, հետո վերջին օրերին, որպեսզի ձեզ համար էլ ավելի հեշտ լինի։ 1 կամ 1.5 ամիս առաջ ընտրությունից կստանաք նաեւ տանը քվեաթերթիկները, կարող եք տնից քվեարկել, կարող եք նաեւ գնալ ընտրատեղամաս եւ քվեարկել դոկտոր Կարոլին Կալուստյանի օգտին։ Այո, ու մի հատ վիդեո maybe կարա լինի։ Այո, հիմա այո, իհարկե ունենք հնարավորություն նաև փոքրիկ տեսանյութ դիտելու հենց այդ մասին, ընտրությանը մասնակցելու մասին։ Մինչ դուք կդիտեք տեսանյութը, եկեք մենք նաև հրաժեշտ տանք, հետո արդեն կցուցադրենք տեսանյութը։ Հարմար է այդպես։ Այո, շատ։ Ձեզ շատ շնորհակալություն։ Հաջողություններ անշուշտ։ Աստվածը մեծ է։ Այո, Աստված մեծ է, առաջ Աստված։ Hi, I'm Dr. Carolyn Kalustian. To register to vote in Glendale, you must be a U.S. citizen and at least 18 years old. Fill out your name, address, and date of birth. Choose your party preference or select no party preference. You'll get a confirmation email. That's it. Vote early, vote often. Your voice matters.